Ողջույն սիրելի կյանքի խոսք, անդամներ կյանքի խոսք եկեղեցի Տերը շատ օրհնի ձեզ։ Այև մոտենում ենք ավարտին 2025 թիվը եւ մտնում ենք 2026 թվական։ Եվ գիտեք, այսօր կուզենայի ցանկանայի, որպեսզի կիսվեի ձեզ հետ տեսիլքով, որ մենք ունենք այս տարի, ինչ ենք անելու, ուր ենք գնալու, ես ձեզ կասեմ շատ բան փոխվելու եւ շատ լավ մենք առաջ ենք շարժվելու։ Որտեւ մենք գտնվում ենք աղոթքի մեջ, ես ինքս աղոթքի մեջ եի եւ փնտրում էի Աստծո կամքը ոչ թե այս օրերին, այս մի տարվա մեջ, թե ոնց Աստված առաջնորդելու եւ ուր ենք շարժվելու։ Հավատացած եմ այսօր ձեզ մոտ լավ օր է եւ իրականում Տիրոջ օրհնություն այսօր կլինի ամեն մեկիս վրա։ Եկեք երազենք իրար հետ, եկեք իրար հետ պարզապես սպասենք այն նոր բաներին, որը Տերը կանի մեր միջոցով։ Աստված չի անի առանց մեզ, Աստված կանի մեր միջոցով։ Եվ այսպեսով սիրելիներս, մենք մտնում ենք նոր տարի եւ սա նոր ժամանակաշրջան է։ Ես կցանկանայի, որպեսզի ասեի ձեզ 6 բան, որ կկատարվի, որի վրա մենք պետք է աշխատանք անենք։ Նախ եւ առաջ այս տարի, երբ Աստված բարձրացնում է ննջածներին։ Գիտեք, ես կոչել եմ այս տարի, մենք ուզում ենք հռչակել, կոչել որպես զարթունքի տարի, արթնության տարի։ Զարթունքի տարին սա չի վերաբերվում աշխարհիկներին, սա վերաբերում է հենց մեզ, որ մենք հավատացյալներս արթնանանք, որովհետև աշխարհիկները դեռ աշխարհիկ մարդիկ դեռ ծնված չեն, հոգու մեջ դեռ ծնված չեն, բայց Աստված ուզում է, որպեսզի մենք արթնանանք, եւ Աստծո խոսքը ասում է, ես կկարդամ, կընթերցեմ դա, վեր կաց քնած եւ Տերը կլուսավորի քեզ։ Եվ այսպեսով մենք հավատում ենք Տիրոջ լույսին եւ քնից արթնանալուն։ Գիտեք, մի վկայություն, որ կցանկանամ տամ, այս վերջերս ես հրավիրված եմ մի կոնֆերանսի, որտեղ գնացել է եւ մի եղբայր քարոզում էր։ Քարոզ ժամանակ ես նստած, նա շատ հասարակ բաներ էր ասում եւ նստած մտածում, լավ, ես ինչ եմ եկել այստեղ, ինչ եմ անում, որովհետեւ ես ամեն ինչ ես գիտեմ, ամեն ինչ լավ է ինձ մոտ եւ անգամ գիտեք թե ոնց է վերջանալ այդ քարոզը եւ հանկարծ Սուրբ Հոգու այցելություն ես զգացի։ Սուրբ Հոգու այցելությունը եւ Սուրբ Հոգու հանդիմանությունը։ Գիտեք, ես ինչ զգացի, որ այդ քնածներից մեկը ես եմ։ Իհարկե Տիրոջ կամքի մեջ, Տիրոջ գործի մեջ եկեղեցի եմ հիմնում, բայց ինչ որտեղ ես ննջել էի, ինչ որտեղ ես ուշադիր չի եղել։ Եվ ես տեսա, որ ես չափը անցել եմ, անգամ չեմ կարող եղբորը լսեմ, անգամ չեմ կարող սիրտս բացեմ, ինչ որ մեկից վերցնեմ։ Եվ գիտեք, արցունքներս հոսացին, ես սկսեցի ապաշխարել, Տիրոջ երեսը փնտրել եւ այդ ժամանակ Տիրոջ այցելությունը եկավ, ասեցի Տեր Աստված արթնացրու ինձ, զարթունք տուր ինձ։ Եվ գիտեք, այդ ծառայությունից ես չէի հեռանում, այնտեղից եկեղեցուց չէի հեռանում, մնացի բոլոր ծառայությունները, նույն եղբայրը, նույն բաներից խոսում էր, բայց ես արդեն օրհնում էի, նույն բաներ, նոր բաներ էի ստանում։ Գիտեք, երբ որ դու եկեղեցու մեջ շատ ես, գալիս է պահ, որ արդեն եկեղեցի չես ուզում գնաս, կամ էլ գնում ես ինչ որ մեկը քարոզում, արդեն դու գիտես այդ բոլորը, ես սպասում ես մի հատ հյուր գա, որ ինչ որ նոր ավելի խորը մտքեր բերի, զգուշ եղի, դու շատ վատ վիճակում ես, այն վիճակում, որը ես էի գտնվում, եւ ես քեզ խորհուրդ եմ տալի արթնացիր, արթնություն վերապրի կյանքումդ, որովհետեւ երբ որ դու ունես սեր, երբ որ դու ունես իրականում սպասողականություն դեպի Աստված, ոչ մի բան դու չես նկատում, միայն սպասում ես եւ Սուրբ Հոգին շատ բաներ բացում է։ Կարող ես դու նույն խոսքը լսես, մենք չենք կարող ամեն անգամ նոր Աստվածաշունչ բերենք։ Մեր հին Աստվածաշունչն է, հին ավետարանն է, բայց ամեն ժամանակ Սուրբ Հոգուց մենք կարող ենք նոր բաներ լսել եւ օրհնված լինենք։ Այսպես որ Աստված ուզում է, որ իր զավակները արթուն լինեն։ Առանց արթնության մենք իրականում սիրելիներս ոչ մի տեղ չենք շարժվի եւ չենք կարող գնալ։ Արթնությունը, զարթունքը, ավելի ճիշտ եկեք օգտագործենք զարթունք բառը, զարթունքը ավելի կարևոր է, քան ամեն ինչ, որովհետև զարթունքից հետո սկսվելու է ամեն ինչ։ Գիտեք, ես մի բան կասեմ սիրելիներս, այսօր քնածները, անգամ ծառայողները, հովներ կարող են քնած լինել, որ արթնացած չլինեն։ Նրանք բացի նրանից, որ քնած են, չէ, նրանք թույլ չեն տալի, որ ուրիշը աղմկի, ուրիշը գործ անի Տիրոջ հետ, որտեղ իրենց քունը խանգարում են։ Եվ ամեն բան անում են, որ սրան չհրավիրենք, այս բանը չանենք, այս աղոթքներին չգանք, այն աղոթքներին չգանք։ Ոնց այդպես ստացվում, սիրելիներս, որ հավատացյալ աշխարհում գիտեք այսօր ինչա կատարվում, երբ որ հրավիրես աղոթքի, փորձեք աղոթքի հրավիրեք մարդկանց, կգա մոտարապես 100 հոգուց, եթե 100 հոգի այդտեղ, 10 հոգին կգան, կամ 15 հոգին, լավագույն դեպքում 20-ը կարող են գան, բայց եթե հրավիրես, ասենք թե խաշ ուտելու կամ խորոված ուտելու, հավատացեք, 100-ը կդառնան 200 եւ կգան։ Պարզվում է, որ մենք այսօր նյութական բաներին եւ կերակուրին ավելի լուրջ ենք տրամադրված, քան Աստծուն եւ Աստծո արթնությանը։ Կյանքը շատ կարճ է, սիրելիներս։ Եվ այս կարճ կյանքում մենք չենք կարող իրականում այդպիսի
այդպես վերաբերվենք Աստծուն։ Դրա համար ես հավատացած եմ այն արթնության կրակին, զարթունքի կրակին, որը կգա մեր կյանքերի մեջ։ Ուրեմն առաջինը զարթունքն է, որի վրա պետք է աշխատենք եւ ուշադրություն դարձնենք։ Երկրորդը Աստված այս սեզոնը վառելու է մարածը։ Այն մարած կրակը, որ դու ունեցել ես, վառվելու է նորից եւ ավելի ուժեղ է վառվելու։ Ոչ թե որ մարել է եւ դա ածուխ է դարձել, Աստված ուզում է որպեսի վառվի այն կրակը, որ դու առաջ ունեցել ես։ Աստծո խոսքը ասում է՝ հիշիր որտեղից ընկար, վերադարձի տեղից էր սկսի։ Հիշի քո անկումը, քո մարումը որտեղ է եղել։ Գիտեք, դա անգամ կարող եկեղեցու մեղացնի։ Ինչ որ մեկ հետ վիճեցիր, ինչ որ մեկ հետ խոսացիր, ինչ որ մի ավակ խոսած հետ, ինչ որ մեկ եւ դու մարեցիր։ Աստված ուզում է որպեսի դու կրակով վառվես իրականում։ Երրորդը, տարի երբ աղոթը դառնում է շնչառություն, իսկ Աստծո խոսքը զորություն։ Մենք հռչակում ենք մի տարի, երբ աղոթքը նորից դառնալու է մեր շնչառությունը, իսկ Աստծո խոսքը դառնալու է մեր զորությունը։ Սիրելիներս, այդ իսկ պատճառով մենք շատ բան կփոխենք եկեղեցում, աղոթքները կվերադառնան աղոթքադահլիճ եւ իհարկե աղոթքի տներում, որտեղ մենք ունենք տներ, այդտեղ էլ կաղոթենք։ Եկեղեցական աղոթքները, որ փոքր հավաքվել են, ես նկատի ունեմ Երևանի շենքում, եկեղեցու Թբիլիսյան խճողի շենքում, ես նկատի ունեմ այդ աղոթքները, որ գոյություն ունեն, ես ցանկանում եմ, որպեսզի դա վերադառնա մի տեղ, ոչ թե ամեն տեղ 5 հոգի, 10 հոգի կան, այդ դահլիճը լցվի եւ մենք ցենք աղոթքների, դրա վրա պետք է աշխատենք եւ աղոթքը իրականում կդառնա մեր շնչառությունը։ Ես հիմա երբ որ նայում եմ մեր կամերաներով, երբ որ աղոթք կա գնում, իրականում այնքան քիչ մարդ է գալիս աղոթքի, բայց փառք Աստծո, որ կան մարդիկ, որ հավատում են աղոթքի զորությանը, բայց ես կցանկանամ, որպեսզի մեր եկեղեցին հավատա, բայց առանց զարթունքի հնարավոր չի վերադառնանք աղոթքների։ Այդ իրար հետ կապված է, բոլորը կապակցված է իրար հետ։ Մենք կլինենք Աստծո շարժի մեջ եւ Աստված շարժվելու է մեր մեջ։ Չորրորդը, տարին ընտանիքների վերականգնվումը։ Երբ որ կվերականգնվեն ընտանիքները, հիմա ինչ որ մեկը կասի ամեն, ամուսինս ինձ շատ կսիրի, ամեն, կինս իմ հետ կգա եկեղեցի, սիրելին ես ոչ, կամ կինս ինձ կնազանդվի։ Իրականում ես դրա մասին չեմ խոսում, ես խոսում եմ, որ ընտանիքը մտնի Աստծո շարժի մեջ, ամուսինը, կինը երեխաների հետ։ Եթե մտակ, երկնքի արքայությունը կգա ձեր ընտանիքի մեջ, եւ դա կլինի ընտանիքի կառուցում։ Հնարավոր չի առանց Աստծո ընտանիքը վերականգնվի, որովհետեւ Աստված է միայն սպասարկում, նա է սպոնսորը մեր, որտեղ հույսի, հավատքի եւ ուրախության։ Հույս, հավատք, ուրախություն, սեր, հույս, հավատք եւ ուրախություն, խաղաղություն, արդարություն։ Այդքան բանը որ կա, տեսեք, այսօր ընտանիքները հույսի կարիք ունեն, սիրո կարիք ունեն, հավատքի կարիք ունեն, ուրախության կարիք ունեն իրականում խաղաղության, արդարության։ Ամենակարևոր 6 բանը եւ կասեմ 7 անգամ Աստծո ներկայությունը, դա միայն Աստված կարող է ապահովի, ուրիշ ոչ մեկ։ Դրա համար սիրելիներս, ընտանիքները պետք է վերականգնվեն Աստծո շարժի մեջ։ 5-րդը, կոչումները բացվելու է, մարդիկ մտնելու են իրաց կոչման մեջ, ես չեմ հավատում, որ միայն եկեղեցու առաջի շարքն է ծառայող, ես հավատացած եմ, որ ամեն մեկը իր ծառայությունը պետք է մատուցի Աստծուն, եկեղեցու ներսում, թե եկեղեցուց դուրս։ Մենք դրա մասին դեռ կխոսենք, դրա մասին կզրուցենք եւ հավատացած եմ, որ Տերը կբացի քո աչքերը, շատ բան կտեսնես։ Ես իրականում շատ սրտումս կա դպրոց բացեմ եւ on-line դպրոց, որ տունդ նստած դու սովորես եւ այդ իրականում քո կոչումը գտնես։ 6-րդը, հավատացյալների սիրտը դարձնելու է դեպի Աստծո միսիան։ Գիտեք, մեր սրտերը միգուցե հիմա գնացել է ինչ որ ուրիշ տեղ, Տերը ուզում է մեր սրտերը վերադարձնի դեպի միսիան, դեպի ավետարանչությունները, որպեսզի մենք շարժվենք առաջ։ Եվ այսպիսով սիրելիներս, այս 6 բանը, որ կա այսօր որ հռչակում եմ, դա կլինի մեր տարեկան տարվա տեսիլքը։ Տարին երբ բարձրացնում է ննջասներին, այսինքն Աստված երբ ննջասներին արթնացնելու է եւ իրանք արթնանալու են, բոլորին արթնացնելու, ոչ թե գոռալու են, որ չխանգարեք, մեր քունը չխանգարեք։ Երկրորդ, Աստված այս սեզոնը վառելու է մարածը, նորից կրակ է բռնելու սրտերում մեր եւ մենք ուժեղ առաջ ենք շարժվելու։ Տարի երբ աղոթքը դառնում է շնչառություն, Աստծո խոսքը զորություն, տարի երբ ընտանիքները վերականգնում են Աստծո մեջ եւ 5-րդը կոչումները բացվում են։ Սուրբ Հոգու շարժը սկսվում է սիրելիներս, այսինքն ասա 5-րդն էր, 6-րդը հավատացյալների սիրտը դարձնելու է դեպի Աստծո միսիան եւ ավետարանչությունները։ Այս քարոզը, որ ես հիմա ասում եմ, այսինքն կիսվում եմ ձեզ հետ, մենք դեռ թղթով կունենանք, կարող եք վերցնել թուղթը կարդակ
դա հասանելի կլինի ամեն մեկին մեր տարեկան տեսիլքը, որի մեջ մենք գնալու ենք։ Գիտեք, իրականում ես հոգնել եմ տեսնեմ, որ եկեղեցիները արդեն դադարել են ավետարան քարոզելու, մարդկանց փրկելու, իրարից մարդիկ են տանում, արի ինձ մոտ։ Գիտեք, հրաշալի մի պատմություն ըստ Թումանյանի, որ իրան կյանքում ինչ էր սովորել այդ երեխան, բիզնես էր գնացել սովորել, բայց ինչից էր սկսել, էստի համեցեք։ Շատ անգամ գիտեք ինչ, եկեղեցիները դառնում են հենց այդ տեղը, որ դե էստի համեցեք, բայց եթե մեկը լուրջ հարց տա, օքեյ, բայց դու ինչ կարող ես տաս, ինձ ավելի քան մյուս եկեղեցին տալի, դժվար թե ինչ որ բան ավելի խոսք տան։ Եվ գիտեք, ներսում եմ անգամ մեր եկեղեցու ծառայողներ կան, հիմա արդեն ուրիշ եկեղեցում են ծառայում, խնդիր չկա, այսինքն ոչ թե ծառայողներ, անդամներ, այսինքն ծառայողները բոլորը մեզ մոտ են ծառայում, անդամներ հիմա ուրիշ եկեղեցում են, մյուս ընդեղա, եւ գիտեք, նույն բանն են քարոզում, նույն բանն են ասում, ոչ մի նոր բան չկա իրականում։ Ես հավատացած եմ, սիրելիներս, որ դա պետքա կանգ առնի։ Այս մեկը մյուսից տանի, այն մեկը մյուսից տանի արդեն Որն է մեր տեսիլքը, միթե մեկը մյուսից տանելն է, մեր տեսիլքը աշխարհից մարդկանց փրկելն է։ Եթե ինչ որ մարդ իրականում եկեղեցի է սկսել Հայաստանում ու հիմա իմիջիալոց Հայաստանում շատերն են ուզում եկեղեցի սկսել, երբ որ Հայաստանում հալածանք էր, երբ որ դժվարություն էր, տառապանք էր 20 տարուց ավել մենք տառապել ենք իրականում, հալածվել ենք, դու գիտեք, որ ես դուրս չի գալի թե թերթերից, թե ժուրնալներից, թե ամենտեղ հալածում են TV-ներով, ինչ որ մեկը չկար, որ դուրս գար on-line կամ TV-ով խոսար, ինչ որ մի բանաներ։ Այսօր եկել է ազատության ժամանակը, բոլորն են դուրս գալիս։ Հայաստանում տնտեսական վատ էր, ոչ ոք եկեղեցի չէր սկսում։ Այսօր Հայաստանի տնտեսությունը վիճակը լավանում է, ամեն օր մեկը, ամեն օր չէ, բայց ամեն շաբաթ ինչ որ մեկը գրում է, որ մենք Հայաստանում եկեղեցի ենք բացում, Ռուսաստանից, տարբեր տեղերից, անգամ տարբեր ազգի մարդիկ ուզում են կան Հայաստան եկեղեցի բացեն։ Խնդիր չի, եթե մարդ աշխարհից մարդկանց փրկի եւ ուզենա այդ մարդկանց բարձրացնի, տիրոջը տանի, բայց խնդիրը գիտեք որն է, որ գալիս են բոլորը հույս ունեն մեր ժողովրդի վրա, ուրիշ եկեղեցիների ժողովրդի վրա, էստի համեցեկը, որ սկսվի, եկեք մեզ մոտ, օգնեք մեզ, եկեղեցի բարձրացնենք։ Լսեք, եթե Տերը քեզ ասել է եկեղեցու բարձրացու, ինչի ես ուրիշից օգնություն խնդրում, եթե Տերն է քո օգնականը։ Երբ որ մենք մեր եկեղեցին սկսեցինք, մենք ոչ մի եկեղեցու չգնացինք, չդիմեցինք, չասեցինք, եկեք մեզ օգնեք, որպեսզի մենք եկեղեցի սկսենք։ Տերն էր մեր օգնականը, ու մինչև վերջ էլ Աստված մնալու է մեր օգնականը, սիրելիներս։ Եվ այսպիսով Աստված մեր օգնականն է եւ մեզ մոտ այսօր զարթունքի տարի է։ Հիմա մի քանի հիմքեր կարդամ Աստվածաշնչյան, որ մենք այս տարի հռչակում ենք, որի վրա կանգնած ենք լինելու։ Մատթեոս, ներեցեք Մարկոս 16:17-20։ Նրանց որ կհավատան այս նշանները կետևեն, իմ անունով դևեր կանեն, նոր լեզուներով խոսան, օձեր վեր կառնեն եւ եթե մահաբեր ինչ որ բան խմեն, վնաս չի տա։ Հիվանդների վրա ձեռք կդնեն, նրանք կառողջանան։ Տերը նրանց հետ խոսելուց հետո բարձրացավ դեպի երկինքը եւ նստեց աջ կողմը, իսկ նրանք դուրս գնացին, ամեն տեղ քարոզում են եւ Տերը գործակից էր լինում նրանց հավատալով խոսքը, այն նշանները, որ հետևում էին։ Ամեն։ Հովհաննես ավետարան 17:15-ից մինչև 22-ը։ Չեմ աղոթում, որ նրանց աշխարհի մեջից վերցնես, այլ որ նրանց պահես չարից։ Նրանք այս աշխարհիցը չեն, ինչպես ես էլ աշխարհիցը չեմ, սրբիր նրանց քո ճշմարտությունով, քո խոսքի ճշմարտությունով, ինչպես դու ուղարկեցիր ինձ աշխարհ, ես նրանց ուղարկեցի։ Նրանց համար ես սրբացնում եմ իմ անձը, որպեսզի նրանք եւս ճշմարտության սրբված լինեն։ Եվ ոչ միայն նրանց համար եմ աղոթում, այլ նրանց համար էլ, որոնք նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ, որպեսզի բոլորը միաբան լինեն եւ այն փառքը որ դու տվեցիր ինձ ես էլ նրանց եմ տալի որպեսզի մեկ լինեն ինչպես մենք էլ մեկ ենք գիտեք սիրելիներս այսօր հնարավոր չի մեծ եկեղեցի մեծ արթնություն առանց միաբանության Տերը ուզում է որպեսզի մենք միաբանության մեջ լինենք Հիսուս Քրիստոսը կարևորել է երկու բան Գնացեք աշխարհը քարոզեք եւ միաբան եղեք։ Գիտեք, վերջի կյանքիդ վերջի օրերին, եթե վերջը տապրես, ինչ կխնդրեր Աստծուց։ Գիտեք, Հիսուսը ինչ խնդրեց, սա կարևոր է։ Վերջի առաջադրանքը եւ վերջի աղոթքը։ Վերջի առաջադրանքն էր գնացեք աշխարհում մեկ ավետարանը քարոզեցեք, իսկ վերջի ցանկությունը, որպեսզի մենք միաբան լինենք, սերնես, Քրիստոսը բաժանված չի մեզանում։ Մենք միաբան ենք եւ միաբան շարժվում ենք առաջ։ Մենք պարզապես չենք անցնում նոր օրացույց, մենք իրականում ինչ ենք անում սերներս, մենք հինը վերադարձնում ենք, որպեսզի զորավորը գա, ավետարանի զորավորը, գործ կարաքելոցը չի վերջացել, մենք շարունակում ենք գործ կարաքելոցը։
մի քանի հատվածներ արթնության մասին, վեր կաց լուսավորիր, ով Սիոն, որտև եկավ քո լույսը եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Եսայի մարգարեություն 60-րդ գլուխ առաջի խոսք։ Խոսքը ինչ ասում, քնած վեր կաց։ Չի ասում Աստված քեզ կարգնաց, ասում է դու վեր կաց։ Գիտեք, ես օրինակ բերեցի իմ կյանքի վրա, ոչ մեկիդ օրինակ չեմ բերում, ինձ եմ օրինակ բերում, որ ես այնքան քնած եմ, որ արդեն ոնց որ եկեղեցում հասարակ քարոզները չէի ընդունում, չէի գնում, դա խոնարհություն չի, դա հպարտություն է, իսկ Աստված հպարտներին հակառակ է կանգնում, իսկ խոնարհներին ինքը գիտեք ինչա տալիս, շնորհք է տալիս։ Այնպես որ արթնացրու քո անձը։ Հովել մարգարեություն 2-րդ գլուխ 28-րդ խոսքում ասում է. «Եվ ես իմ հոգին կթափեմ ամենի մարմնի վրա, եւ ով որ Տիրոջ անունը կանչի կփրկվի»։ Գալիս է փրկության ժամանակը։ Եսայի մարգարեություն 55:6 «Փնտրեցեք Տիրոջը, քանի դեռ կարելի է գտնել, կանչեցեք նրան, քանի նա մոտ է»։ Եվ այսպիսով սիրելիս, մենք տեսնում ենք Աստված մոտ է, Աստված զորավոր է, եւ այս տեղերը իրականում հաստատում են այն երազանքները, որ մենք ունենք, միաբանություն եւ փրկություն, մարդկանց փրկությունը, եւ կտեսնեք Աստծո հոգու զորությունը մեզ վրա լինելու։ Սիրելիս, ինչքան կյանք է մնացել մեզ։ Իրականում կյանքը կարճ է։ Լավ, դուք ասես, լավ, ինչ է տխուր բաներից խոսում, մանանթիմական sense շնորհյալ մարդիկ, որ բացի Տիրոջ շնորհքից ու փրկությունից ուրիշ բանի մասին չեն խոսում, ասեն միայն լավը, միայն լավը, միայն լավը։ Okay, լավ, բերքսու ապրի նորից 40 տարի, 50, 100 տարի ավել ապրի։ Մեկա կարճա կյանքը։ Ինչ ենք հետներս երկինք տանելու։ Գիտեք, այս վերջերս մի երազ տեսա, որ ցնցեց ինձ, երազում ես մահացել էի։ Բայց այդ երազից առաջ ես միտք ունեի, ինքան է հոգնե ասում է, Տեր ասած, բայց այս ավակությունը ինչ սա պետք, ես կուզեմ գամ սորական եկեղեցու նստեմ, քարոզ լսեմ ու ինչ որ գործ անեմ, շարունակեմ, որովհետև գիտեք իմ իրականում բեռ այն որ կա ինձ վրա մեծ է ինքը, նամ Հայաստանի եկեղեցին, չնայած փառքոս լիք օգնականներ ունեմ, բայց միայն պատասխանատվությունը ինձ վրա է։ Եվրոպայում ամեն տեղ եկեղեցիները որ կան, չնայած այստեղ 5 եկեղեցի արդեն բարձրացել իմ միջոցով եւ կա եկեղեցիներ, որոնց ղեկավարը ես եմ, երևի բոլոր իրար հետ տասնյակ եկեղեցիներ են դրանք, սենց ոնց որ հոգնած լինեի, ու երազումս տեսա, որ մահացել եմ, գիտեք, ոնց որ ես իմ մարմինս տեսա, սենց ինչ որ խամրած ինչ որ մի բան, ու դուրս եկա, ես թունել ու ճանապարհ չտեսա, բոլորը ասում են թունել, ճանապարհ դա չէր, հենց դուրս եկա քաղաք էր դա, մի մեծ քաղաք էր, մարդիկ այնքան երջանիկ էին, այնքան երկնքով լցված էր դա, ես հասկանում եմ, որ դա դրախտն է, եւ մի հատ ճանապարհ էր, որ տանում էր Աստծո աթոռի մոտ։ Իմ հարազատներ մարդիկ այն, որ այնտեղ չտեսա, ասեցին նրանք այնտեղ են, պետք է այնտեղ հասնես։ Ոնց որ գյուղեր, քաղաքներ կար, որ պետք է ճանապարհով գնան։ Եվ այդ ճանապարհի մեջտեղ ես կանգնեցի, ու գիտեք ինչ տեսա, որ մարդիկ ինձ ընդունում են որպես ավակ, ասում են ավակ է եկել, ծառայող է եկել։ Եվ գիտես ուզում են ամեն մեկը պատիվ տային։ Գիտեք ես երկինք է վերապրում իրականում։ Այդ երկինքը, որ ես վերապրում էի, այնքան զորավոր էր ինձ համար, այնքան ուժեղ էր, որ ես չգիտեմ, բայց հանկարծ ես գիտեք ինչ գիտակցեցի, որ ես երազ եմ տեսնում։ Ես քնից մեջ երազի մեջ ասեցի, չէ՞ որ սա երազ է, Տեր, ինչ ես ինձ ցույց տալի ես երազը։ Եվ հանկարծ Աստծո փառքից, Աստծո գայից ձայն եկավ, ասաց, ես քեզ ցույց եմ տալի այն ինչ որ կա, որպեսզի դու չդադարես ծառայությունը, չդադարես քո ավակ լինելը, քեզ համար տեղ է պատրաստված։ Ու ես պատտվեցի, իրական մեջ չի ուզում վերադառնալ, բայց դա երազ էր, ես հասկանում եմ, հիմա ես կարթնանամ ու ամեն ինչ կգրեմ։ Ու ես արթնացա, ամեն ինչ գրեցի։ Ինձ համար ամեն ինչ հասկանալի էր, սիրելիներս։ Այսօր երկինքը ավելի իրական է, քան երբևիցե դուք պատկերացնում եք։ Դրա համար աշխատեք երկնքի մասին, մտածեք երկնքի մասին, աշխատեք երկնքի համար։ Մեկը կգա ձեզ կանի, էստի եկեք, էստի համեցեք, դուք ասես լավ ինչ տարբերություն, մեկը կասի, չէ, մենք էս ենք սովորացնում, մյուսը կա, չէ, մենք էս ենք սովորացնում, մենք սենց չենք շարժում, սենց ենք շարժում, մենք սենց չենք շարժում, մենք սենց ենք շարժում։ Հասկացեք, բոլորը կարիք ունեն, որ դու գնաս իրանց մոտ նստես, իրանց լսես։ Սիրելիս, իսկ Աստված ուզում է, որպեսզի դու շարժվես եւ մեծ պտուղ բերես։ Որտեղ կաս, այդտեղ մնա եւ պտուղ բեր։ Ես այսօր խոսում եմ մեր եկեղեցու մասին, մեր եկեղեցու համար եւ սիրելիս, այս եկեղեցին Տերը բարձրացնելու զորավոր ձևի։ Ես այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հովական ունեցա, որտեղ Հայաստանից եկան հովիվները, ծառայողները եկան եւ ես ձեռնադրեցի 2 եպիսկոպոս մեր շարժի մեջ առաջին անգամ, դա իրականում ոնց որ ասած դա նորություն էր, դա երբևիցե չէր եղել եւ ձեռնադրվեցին 2 եպիսկոպոսներ, կարելի ասել դա նախադեպ է իրականում,
որ մենք արեցինք եւ ինքս ես եպիսկոպոս եմ, Լուսյան Արմենին, Գոր Մեխակյանին ձեռնադրվեցին որպես մեր շարժի եպիսկոպոսներ, գնալով կշատանան, իհարկե եպիսկոպոսները գործերը կշատանան, բայց հիմա մենք ունենք երկուսը։ Մենք այս տարի մտածում ենք Երևանի եկեղեցին զորացնելու, ուժեղացնելու համար, ինչ որ խոսում ենք հիմա վերաբերում է Երևանի եկեղեցին։ Եվ այսպիսով մենք ունենք երկու լեգիտիմ եպիսկոպոսներ, որոնք պետքա շարժվեն։ Ինչով զբաղվելու Լուսյան Արմենը հիմա ինչ ենք ուզում անենք, մենք տեսնում ենք թույլ տեղեր, որ մենք թույլ տեղեր ունենք, ուզում ենք զորացնենք, ուժեղացնենք թույլ տեղերը։ Եվ Լուսյան Արմենը ինքը ոցված է այդ թույլ տեղերը ուժեղացնելու համար ունենալ հանդիպումներ ունենալ մյուս բաները։ Եվ այսպիսով մենք մտածում ենք եկեղեցու անվան մասին, մենք մտածում ենք իրականում մեր շարժի մասին եւ շատ բաներ ներսի դոկումենտները, մյուս բաները փոխվելու է, ընդ որում ոնց որ ասած մենք առաջ ընդհանուր կյանքի խոսք ենք, ոնց որ ասած Եվրոպայի հետ, Ռուսաստանի մյուս, հիմա մենք արդեն հայերով հիմնել ենք հայկական շարժ, որը կոչվում է հայկական արթնության շարժ։ Հիսուսի համար մենք այդ ամեն ինչը անում ենք եւ մենք հավատացած ենք արթնությանը։ Այդ շարժը գնալով զարգանալու է, զորանալու է։ Եղբայրների հետ ոնց որ ասած կյանքի խոսք եկեղեցիների Ռուսաստանում, Ուկրաինայում, տարբեր տեղերում, Շվեդիայում մենք մնում ենք լավ փոխհարաբերություն մեջ, ընկերական փոխհարաբերության մեջ, բայց այլևս մենք արդեն ոնց որ ասած մի ճյուղ ենք, որոնք մենակով մենք ստեղծում ենք մի շարժ հայ ժողովրդի փրկության համար, հայ ժողովրդի եւ միսիոնական դաշտերը զարգացնելու համար։ Լուսյան Արմենը զբաղվելու է եկեղեցու կառավարման մեջ, հետո Հայաստան եւ արտասահման եկեղեցական փոխհարաբերություններ կազմակերպելու, կառուցելու մեջ, միջեկեղեցական հարաբերությունները բարձրացնելու, որպեսզի բոլոր եկեղեցիները մեր մասին իմանան եւ ունենան խաղաղություն բոլոր եկեղեցիների հետ։ Նա նույնպես աշխատելու է եկեղեցի կառավարություն հարաբերության մեջ, որպեսզի ներկայացնի եկեղեցին կառավարական բոլոր օրգաններին, որովհետեւ այդպիսի բանն էլ չկրկնվի, ով ինչ հասնում մեր մասին գրում է, մենք ասում ենք մենք սրա հետ ենք, այն մյուս ասում է մենք սրա հետ ենք, եւ մենք մեր դիրքորոշումը բոլորին պետք է ներկայացնենք։ Լուսյան Արմենը դա նույնպես անելու է։ Միջեկեղեցական հարաբերություններ, նա բլոկ պետքա ունենա եւ բլոկ պետքա վարի, հետո կրոն եւ իրավունք կազմակերպության զարգացումն է, որպեսզի իրավունքով մեզ մոտ քրիստոնեությունը պաշտպանված լինի ու պահպանված լինի, ուսանողների հետ աշխատանք, ուսանողական աշխատանք պետք է անի, որ արթնություն ուսանողության մեջ եւ միջեկեղեցական ալյանսի, համաշխարհային ալյանսի մասնակցություն, որպեսզի դա բերենք Հայաստան եւ դառնանք միջեկեղեցական փոխհարաբերությունների մեջ մասնիկ դառնանք։ Դա ինչ որ պետք է զբաղվի Լուսյան Արմենը, Գորը մեր Մեխակյան Գորը պետք է զբաղվի, չնայած որ նա Ռուսաստանում ինքը ծառայում է, եկեղեցիները շատ են, ինքը նույնպես գալիս է Հայաստան, որպեսզի ինձ օգնի այդ հարցով։ Հիմա դուք հարց կտաք, իսկ ով է գլխավոր հովը։ Գլխավոր հովը մնում եմ ես այստեղից շատ լավ կարող եմ կառավարեմ, ընդ որում այս վերջերս էս աղոթք էի անում ու ասում եմ Տեր Աստված, ոնց անեմ համընդեղ, Աստված ասեց, ես էլ երկնքից կառավարում եմ, Աստված քո ձայնի կարիք ունի, քո կառավարման կարիք ունի, Աստված ասեց, այսինքն մարդիկ ունեն, Աստված ասեց, ես այստեղ կառավարում եմ, բայց մարդիկ ունեն քո կառավարման կարիքը, որպեսզի դու կարողանաս այստեղից խոսած քո ձայնի կարիքը։ Եվ ես ժամանակ առ ժամանակ քարոզներ կնկարեմ, քարոզներ կուղարկեմ ձեզ, այսինքն կիրակնորյա ինչ որ ամեն ամիս մի անգամ կիրակի օրվա ծառայությունը ես կանցկացնեմ եւ մենք կշարժվենք առաջ, այսինքն գլխավոր հովի մնում եմ ես, բայց եպիսկոպոսների միջոցով աշխատելու եմ։ Ասեմ ձեզ ավելին սիրելիներս, մեր եկեղեցին միակն է, որ սերնդափոխություն է անում, որովհետև ոչ մի եկեղեցում գոյություն չունի սերնդափոխություն, մինչև մահը մարդիկ նստած են, ոնց որ ասած, կառավարման մեջ, բայց մենք ուզում ենք շատ երիտասարդ սերունդ բարձրացնենք։ Եվ այսպիսով Գոր Մեխակյանը եկեղեցու ներքին կառուցվածքի մեջ աշխատելու, խմբակների հետ աշխատելու, որպեսզի թարմանան եւ զորանում մեր խմբակները, նոր խմբակներ բացվեն նույնպես, աղոթքների պատասխանատվությունը, եկեղեցական ներսի աղոթքները, կիրակնորյա ծառայությունների պատասխանատվություն անցնում նրա վրա, նա ավելի շատ է լինելու, ծառայություններ անցկացնելու, Աստվածաշեն դպրոց, երիտասարդական ծառայության, պատանեկան, մանկական փառաբանություն եւ TV ծառայություն։ Այս բոլորը նա նույնպես ոնց որ ասած նրա ղեկավարման մեջ է մտնում,
դա չի նշանակում մենք ամեն ինչ փակում ենք, նորն ենք սում, ոչ, ինչ որ կա տես մնում, պարզապես մենք զարգացնելու ենք, որպեսզի ավելի լավ լինի։ Այսպիսով սիրելիս, մնացածը մնում անփոփոխ, մենք աշխատում ենք, իրար հետ գնում ենք առաջ, շատ ձեզ կարոտել եմ, ես արդեն իրականում հասկանում եմ Պողոս Առաքյալի ասած, այլևս ես չեմ ապրում, եթե ես ապրեի հիմա այդտեղ կլինեի, բայց Քրիստոսի կամքն է, որ այստեղ եկեղեցիները բարձրացնենք, աշխատանքը շատ է իրականում, եւ ինչպես Հայաստանում դա մոդել դարձավ շատ եկեղեցիների համար, որ այսօր կան, այստեղ նույնպես սա մոդել է դառնում, որպեսզի այս եկեղեցին մարդիկ տեսնեն ու սովորեն։ Կասեմ ավելին, սիրես, դուք կարող եք մտածեք, լավ դե, ասենք թե Հայաստանից գնացիր, եկեղեցի հիմնեցիր, լսեք, շատ ամերիկացիներ են գալի, արդեն այս Սարասոտա էրիայում, Ֆլորիդայի տարածքում, որտեղ մենք ապրում ենք, որտեղ մեր քաղաքն է, որտեղ ծառայում ենք իրականում, արդեն 2 տարի է ճանաչվում ենք ոնց որ ասած տարածքի ամենալավ եկեղեցի, այս տեղի ամենալավ եկեղեցի, ասեմ ցես, դա մի երկու եկեղեցի չի, այստեղ գործում է մոտարապես 1000-ի չափ եկեղեցիներ, ու երբ որ մենք ճանաչվում ենք ամենալավ եկեղեցի, ամենաակտիվ ամենալավ եկեղեցի, դա շատ լուրջ է, եւ մենք արդեն 2 անգամ պատվոգիր ենք ստանում։ Շատ ամերիկացիներ գալիս են նույնպես հովներ մեզ մոտ, ծառայություններ են անցկացնում, շատ բաներ կիսվում ենք, սովորում են, մենք շատ կարիք ունենք մեկս մյուսին սովորացնելու։ Այս տարի մեզ մոտ ամառային կոնֆերանսը ես ուղարկել եմ մի խումբ ամերիկացիներ, որոնք Foursquare-ի շարժի ղեկավարներն են բոլոր, որպեսզի տեսնեն Հայաստանը նույնպես եւ Հայաստանը զարգացնեն, բարձրացնեն։ Մենք մեծ կամուրջ ենք կառուցում իմ ասերներես։ Տերը օրհնի ձեզ, շատ սիրում եմ ձեզ, եղեք օրհնված, սա պարզապես ինֆորմացիոն ծառայություններ, բայց դետալային ողջ տարի մենք դրա մասին կխոսանք։ Տերը օրհնի ձեզ, մինչ հանդիպում։